Այսօր ես ժամը 2-ին եմ գործի։ Ինչ խոսք, իդեալական ժամը գործի գնալու համար։ Ու վերցրի ֆիքսատորը, միացրի TV-ով ինչ-որ վլոգ որնայեմ, հետո որոշեցի, որ չէ, այսօր նկարելու եմ ես։ Ինչ եմ նկատել ես, որ այն ինչ որ մենք սովորել ենք հոնքերի լամինացիայի համար, այսինքն որ պետք է յուղազրկել, հետո նոր անել լամինացիան, նույնը վերաբերվում է նաև ֆիքսատորներին, որովհետև երբեմն ես բողոքում եմ, ասում եմ լավ չի աշխատում, երբեմն ասում եմ լավն է այսօր ոնց որ թե, ու պատճառը փաստորեն իմ հասկանալով այն է, որ ես որոշ օրեր դեմքս լվանում եմ լարոշի էֆակլա լվացվելու գելա ակնեի համար, որը ավելի սենց մի տեսակ չորացնում է մաշկը, ենթադրաբար նաև յուղազրկում է հոնքերը, եւ որոշ օրեր լվանում եմ սովորական օճառով, որը շատ թեթև բաղադրություն ունի, ու որ օրերը որ ես լվանում եմ դեմքս եւ հոնքերս նաև այդ լարոշի օճառով, ֆիքսատորը շատ սիրուն է լինում ու իր գործը անում է, իսկ որ օրը որ լվանում եմ սովորական օճառով ֆիքսատորի ազդեցությունը ընդհանրապես չեմ զգում։ Այսօր ինձ միջին ամեն դեպքում այդ տարբերությունը ես զգում եմ, կարաք փորձեք։ Լամինացիայի ժամանակ կար յուղազրկող նյութ, որը քսվում էր, ես այդ նյութից հիմա չունեմ, բայց ամեն դեպքում ինքը օգնում էր, որ լամինացիան ավելի էֆեկտիվ լինի։ Okay, սենց լավ չեմ տեսնում, մի հատ հայելու դիմացել կսեմ ու գամ։ Մի հատ էլ կսում եմ հիմա այս Avani Cleanse Comedomet Anti-Imperfections, էլի մաշկաբանի նշանակած ակնեի դեմ կրեմների, գիտեմ, մարդը ասում է թանկարժեք չի, մարդը ասում է թանկարժեք է։ Anyways, այս երկու գործողություններն է, որ մինչև պատրաստվելը անպայման անում եմ, որովհետև եթե հետո անեմ հոնքերը արդեն չարացած կլինեն ու լավ չի նստի ֆիքսատորը, իսկ կրեմը դեմքս չորանում է, երբ որ լվանում եմ այդ լարոշի լվացվելու գելով, բայց կոնկրետ այդ լվացվելու գելը հաստատ արժի գնել, որովհետև շատ լավն է ու ազդեցությունը, տարբերությունը պարբերաբար երբ որ օգտագործում ես զգացվում է։ Ամեն դեպքում հիմա բավականին լավ վիճակում է մաշկս, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս տուն տեղափոխվելուց հետո ամենահավես բաներից մեկը այն է, որ ունենք հանդարցասենյակ, մի ամբողջ սենյակ, որտեղ ամբողջությամբ շորեր են։ Փոքր ժամանակ ես որ տեսնում էի տենց բաներ կինոներով, ֆիլմերով, ես առհասարակ կյանքում չէի տեսել տենց բան ու տենց աննորմալ ինչ որ իրականություն էր իմ համար, ոնց մի րոպե շորերի սենյակ ու հիմա սենց շորերի սենյակ ամբողջը մեր շորերը հարակներով, այս վերևի հատվածը ինչ ունես կարաս պահես ամառային, ձմեռային, պարտադիր չի բաներով, տոպրակներով կամ ящикներով դնել։ Այդտեղ մենակ իմ շորերը չի, իմ ու մամայի շորերն է, իսկ մենք շատ ենք սիրում իրար շորեր հագնել, մանավանդ հիմա, երբ որ նույն չափի ենք սենց ասած, մոտավոր նույն ռազմերն ենք երբեմն հագնում, որոնք որ M են, երկուսիս էլ լինում են ու այդ պահը շատ հավես է, մենք կարանք M չափի ինչ-որ վեր խառնենք, երկու գույն գնենք ու ստացվի, որ երկուսս էլ ունենք երկու հատ, շատ հավես է այդ պահը։ Հիմա այսօր ես պետք է մաքսիմալ հարմար հագնվեմ, որովհետև նկարահանում ենք անելու գովազդի ու լինելու ենք դրսում, նենց որ թիթիզ մաները թողնում ենք մի կողմ, հարմար, այն ստայլ, անցնց, այնքան որ ստայլ, ես կասեի։ Մի խոսքով այս ջինսը, այս սև, հեսա կարդուկ եմ, սև կիսա, սառոչկա, սենց վարոտնիկներով, մի խոսքով շատ հարմար բան է սա, և այսօր հարթուկի օր է մեր տանը, սաղ սենց դրածա, որ պետք է հարթուկենք, և այս վերխը, որ շատ սիրուն է, իմ color season-ի մեջ է, ինքը շատ սիրուն է լինում, հենց իր ֆիշկան այն է, որ իմ color season-ի մեջ է ու դեմքիս հետ շատ է սազում։ Okay, ինձ թվում է մաքսիմալ հարմար է, պլյուս սև ինչ-որ կոշիկներով։ Ենթադրում եմ, որ իրանց հետ սիրուն կլինի այս պայուսակը կամ այս ներքևի սևը, չէ, այս մեկը։ Այս մամային էի առել, բայց ինչն է ինձ խանգարում, էլի եմ ասում կրել մամայի իրերը, շատ սիրուն է ու հարմար է։ Սրա մի քանի գույները ուզում եմ պատվիրեմ, որովհետև իրոք մաքսիմալ հարմար ու շատ սիրուն ամեն ինչի հետ սազող պայուսակը։ Քանի որ ես վերջերս TikTok-ում եմ ակտիվ, որոշեցի մի հատ էլ արագ փոխվող կադրերով ինչ-որ բան TikTok-ի համար նկարեմ։ TikTok-ում փորձում եմ ամեն օր գցեմ վիդեոներ, ինչ-որ ինչ պատահի sense ասած, կարա լինի ուղղակի selfie հայելու դիմաց, ինչ-որ տեքստով, կարա լինի պրոստ ինչ-որ lip-sync, ինչ-որ երգի տակ, կարա լինի երկար փիլիսոփայական storytelling, ինչ ասես։ Okay, ես էլ մեր լուքը ոնց որ ասում էի, համ սիրուն, համ հարմար է, այնքան որ, հա, ոնց ասեցի։ Վերքն էլ հետը շատ սիրուն է լինում, կարճ վիդեոյի մեջ կերևա, հիմա make-up անեմ մի թեթև ու իրերս հավաքեմ
գնամ, որովհետև ինչքան էլ որ ժամը 2-ին է գործունես չի, որ այդ 2-ը սարերի հետևում է։ Այս ջինսը ուղղակի վերջն է, շատ եմ հավանում ու անընդհատ ուզում էի ինչ-որ ձգվող ջինս, բայց ոչ մի տեղ չէի գտնում։ Ես էլ անընդհատ այս վերջերս քաշ եմ հավաքում ու հին ջինսերը չեն լինում։ Վերջապես այդ խանութում գտա տենց ձգվող կտորից ջինս։ Ինչ ենք անում մեյքափը՝ մի թեթև ստրելկաներ, մի թեթև դիմափոշի, մի թեթև մատիտ պլյուս գլոս։ Այսքանը։ Հայելիս էլ չեմ սիրփել։ Լավ, այդ մնա վաղը։ Քանի որ ես հայտնվել եմ TikTok-ում, հիմա ամեն ինչի մասին տարբեր կարծիքներ եմ լսում։ Որոշ մարդիկ ասում էին, որ իրանք առավոտյան չեն լվացվում եւ օգտագործում են տոնյար դեմքը մաքրելու համար։ Ինչը չընդունեցի, ասենց ասած, հետո տեսա մեկ այլ վիդեո, որտեղ բացատրվում էր, թե ինչի համար է տոնյարը իրականում, որ լվացվելուց հետո, այսինքն չգիտեմ այդ պահը ճիշտ նախորդ ասածս ինչքանով է օքեյ, ինչքանով չէ, չեմ կարող ասեմ, բայց կոնկրետ այդ աղջիկը ասում էր, որ լվացվելուց հետո, եթե օգտագործում ես տոնյար, ինքը վերականգնում է, ասենց բամբակի վրա եմ, ասենց եմ անում ու քսում եմ։ Ինքը վերականգնում է pH բալանսը, թե այդ ինչի համար է ես չգիտեմ, ինձ թվում էր, որ տոնյարը առհասարակ անիմաստ բան է, որովհետև խոնավացնող եմ օգտագործում ու մտածում էի զուտ ինքը խոնավացնողի էֆեկտն է տալիս, ուղղակի ոչ թե կրեմ է, այլ տոնյար։ Տոնյարը չարացավ արդեն, հիմա քսելու եմ իմ ամենասիրելի խոնավացնող կրեմը, բայց ինքը բոլոր մաշկերի համար չի, կոչվում է Aveni-ից է, կոչվում է Cleanse Hydra Softening Cream, բայց blemish prone skin left dry and irritated by treatments, այսինքն ինքը եթե նորմալ մաշկ ունեք, չարժի քսել, եթե ձեր մաշկը չորանում է, ինչ-որ պրոցեդուրաներից հետո, ինչ-որ կրեմներից հետո, այդ դեպքում նոր ինքը համարվում է իդեալական կրեմ, կոնկրետ իմ դեպքում ես ունեմ ակնե ու օգտագործում եմ տարբեր միջոցներ դրա դեմ, իմ դեպքում սա իդեալական խոնավացնող է։ Արդեն վերջանում է, պետքա պատվիրեմ, բայց այս անգամ երևի կպատվիրեմ էլի Wildberries-ից, ինձ թվում է, որ ավելի մատչելի է ու օրիգինալը է, տեսնում եմ էլի, որ օրիգինալն է։ Ճիշտ այնտեղ հայելին կար, բայց ձեր համար էր մութ, արդեն հասավ արևապաշտպանին, արևապաշտպանն էլ է Aveni-ից, բայց որ ասեմ շատ եմ հավանում, չէ, որովհետև մի տեսակ, որ քսում եմ, գիտեմ, որ պետք է քսել, քսում եմ, բայց ամեն դեպքում, որ քսում եմ, շատ ծանրություն եմ զգում մաշկիս վրա, ոնց որ ես զգամ այդ արևապաշտպանը օրվա ընթացքում, ես շատ զգայուն մաշկ ունեմ ու առհասարակ շատ զգայուն եմ ու տենց բաները, օրինակ տոնային կրեմը, եթե ես սկսեցի տոնային կրեմ, ամբողջ օրվա ընթացքում ես անընդհատ հիշում եմ այդ մասին ու ոնց որ զգամ իր առկայությունը, ներկայությունը, որ ես այս պահին տոնային կրեմ եմ քսած։ Հիմա քսելու եմ Clinique-ի դիմափոշին, մի հատ մազերս լավ հավաքեմ, այդքանը ոչ concealer, ոչ տոնային։ Մի հատ սենց եմ անում, հետո այս սենց եմ անում ու սկսում եմ քսել։ Փոխանակ միկրոֆոնը բռնեի, ուզում էի մատիտով խոսեմ։ Շիկի գլոսն եմ քսել, այս մատիտի հետ, այս գլոսը, այս մատիտը, ու ես չգիտեմ որտեղից կարելի է գտնել այս մատիտը, կոչվում է Borjuva, համար 579, բայց ես փնտրել եմ Wildberries-ում, նայել եմ մի քանի խանութներում ու չգիտեմ որտեղ կա, բայց շատ լավն է ու շատ եմ հավանում ու հենց այս շիկի համար ասեմ, որ համարն է, համար 0.5 համարի այս գլոսի հետ իդեալական է լինում, շատ սիրուն է։ Ու վերջում, քանի որ լույսերը գնացել է ու ես չեմ կարա մազերս ինչ-որ սարքով ուղղեմ կամ չգիտեմ ինչ-որ ուճուճացնեմ, որևէ բան անեմ, կվերցնեմ գել, վերևի հատվածում ուղղակի կքսեմ, մի քիչ կուղղեմ, որովհետև շատ է այս սենց բաները, այսենց։ Ու հիմա Թեմուից պատվիրածս Սանժի աստղային ժամն է։ Ճիշտ է, իրան օգտագործում են պոչեր կապելուց, ինչ-որ, բայց ես հիմա այսենց, քանի որ իր սանջիկներն եղան, սրանով կսանջեմ, որ այդ մանր մազերը հարթվեն, ուղղվեն։ Վերջ ոնց որ թե մազերս էլ է պատրաստ, հիմա մի հատ վերխակնեմ, խոսքը սրա մասին էր, գույնը շատ եմ սիրում, ճիշտ է քրոջս պահարանից է գողացված ու պետք է մի քանի օրից տանեմ հետ տամ, բայց
կապ չունի։ Մենակ սևը որ իշեր, իսկ ես լրիվ փոխում եմ դրամատրությունը։ Okay, ես պատրաստ եմ, արդեն գնում եմ, կոշիկներս ներքևում կհագնեմ, չնայած չէ, կբերեմ TikTok-ի համար կնկարեմ, եւ այսքանը, մերսի որ նայեցիք, չգիտեմ ինչ ստացվեց, ինչ չէ, բայց կհանդիպենք շատ շուտով։